Ողջույն արգելի ընկերներ, ողջունում եմ ձեզ իմ Facebook-յան էջում, ինչպես խոստացել էի, նախընտրական քարոզարշավի այս ընթացքում ամենօրյա ռեժիմում օրվա ավարտին արդեն կլինեմ ուղիղ եթերում եւ կփորձենք միասին ամփոփել օրվա կարևորագույն թեմաները, հայտարարությունները, որոնք արվել են քաղաքական գործիչների կողմից, իշխանության կողմից, արտաքին դերակատարների կողմից, Եվ մինչ եթերը թեմաներին արդեն կոնկրետ անդրադառնալը պիտի խնդրեմ հարգելի հայրենակիցներ անպայման կիսվել այս ուղի եթերով ձեր էջերում, դուք այդ կերպ օգնում եք մեզ ավելի լայն լսարան վերցնել, օգնում եք թուրք-ադրբեջանական տանդեմին ծառայող այս իշխանության դեմ տեղեկատվական պայքարը պատշաճ կերպով տանել, սա արդեն թվով երբ թե մեր 7-րդ ուղիղ եթերն է, բավական հաջող ընթացք է ունենում, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ հետևում են այդ ուղիղ եթերներին, գրում են իրենց կարծիքը, եւ դա շատ կարևոր է ինձ համար, մեր թիմի համար։ Այսօր երկու թեմա եմ առանձնացրել, 3 թեմա, թեպետ եւ գուցե ընթացքում նաեւ այլ հարցեր առաջանան եւ այլ թեմաների եւս անդրադառնանք։ Մինչեւ թեմաներին անդրադառնալը պիտի հիշեցնեմ, որ դուք հնարավորություն ունեք կարող եք ազատորեն գրել ձեր կարծիքը, գրել ձեր հարցերը այս կամ այն թեմայի վերաբերյալ, որովհետև այդ կերպ մենք կարողանանք հետաքրքիր քննարկում ունենալ, լսել նաև ձեր կարծիքը, գուցե ինչ-որ տեղեկություններ ներկայացնեք այս կամ այն թեմայի վերաբերյալ ձեր դիրքորոշումը, այնպես որ այս առումով շատ կարևոր է ինտերակտիվ է զրույցը, ակտիվ տեղեկությունների փոխանցմամբ, կարծիքների փոխանցմամբ։ Ուրեմն, առաջին թեման, որին կուզեմ անդրադառնալ, դա այն թեման է, որը անհանգստացնում է քաղաքացիական պայմանագրին, որովհետև այդ թեմայի վերաբերյալ մարդկանց հարցերը, մեր հայրենակիցների հարցերը շատանում են օբյեկտիվորեն, որովհետև մարդիկ չգիտեն ինչ ակնկալել է իշխանությունից, շատանում են, որովհետև մարդիկ գիտեն, որ երբ քաղաքացիական պայմանագիրը որևէ բան ակտիվորեն հերքում է, Նիկոլ Փաշինյանը որևէ բան ակտիվորեն հերքում է, դա ի վերջո իրականություն է դառնում, սա է մեր իրականությունը, սիրելի հայրենակիցներ, լավ օրից չի, որ այսպես է, գոհ չենք, որ այսպես է, բայց այսպիսին է մեր իրականությունը։ Ուրեմն Փաշինյանը եւ իր թիմակիցները ակտիվորեն հերքում են ադրբեջանցիների հավանական բնակեցման թեման։ Հերքում են, ասում են, չկա փաստեր, Ալեն Սիմոնյանի վարքագիծը ասավ նրան, որ հանրային հեռուստաընկերության եթերից հայտարարեց, որ Ադրբեջանում չկան պաշտոնյաներ կամ ադրբեջանական կողմը նրանց Հայաստանում բնակեցման հարցը օգոստոսի 8-ից հետո չի քննարկել, ակնհայտ սուտ։ Ես դրա մասին հոդված եմ գրել, հրապարակել եմ, բայց քանի որ իրենք անընդհատ շարունակում են այդ սուտը թարմ պահել, այսինքն անընդհատ հերքել, սուտ տարածել, մի անգամ էլ այս ֆորմատով կանդրադառնամ այդ թեմային։ Սիրելի հայրենակիցներ, ադրբեջանցիները ոչ միայն չեն մոռացել ադրբեջանցիների բնակեցման հարցը, Ալիևը ոչ միայն չի խոսում, այլ Ադրբեջանում պաշտոնական մակարդակում գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում միջոցառումներ, դրանք կլինեն ճակերտավոր մշակութային, չգիտեմ, կրթական ճակերտավոր, բոլորն է քաղաքական են իրականում, ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում միջոցառումներ, ընդ որում նաև միջազգային մակարդակի միջոցառումներ, որոնց մասնակցում են տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ։ Սա հանաք բան չի, սիրելի հայրենակիցներ։ Ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման թեմայի մասին ադրբեջանական պետական լրատվամիջոցները ամեն շաբաթյա ռեժիմով որևէ անդրադարձ են անում, ռեպորտաժ, չգիտեմ, հաղորդում, հարցազրույց։ Սա հենց այնպես չի արվում, այստեղ կոնկրետ խնդիր է դրված եւ այդ խնդիրը փորձում է Ադրբեջանը լուծել։ Հիմա եկեք գանք ամենագլխավորից, ամենաբարձր մակարդակից։ Իլհամ Ալիև, Հեյդարի որդի Իլհամ Ալիևը վերջին անգամ բարձր մակարդակով հայտարարության տեսքով, ընդ որում որը տեղադրված է Ադրբեջանի նախագահի
Պաշտոնակ ներողություն, պաշտոնական կայքում ադրբեջանցիների ներողություն, Հայաստանում բնակեցման մասին խոսել է նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին։ Ընդ որում, ի հակառակ Ալեն Սիմոնյանի պնդումների, օգոստոսի 8-ի ստորագրված հայտարարությունից 4 ամիս անց։ Սա նշանակում է ոչ օգոստոսի 8-ը, ոչ որևէ այլ փաստաթուղթ չի խանգարելու Ադրբեջանին այս թեման առաջ տանել, չի ստիպելու հետ կանգնել այս թեման առաջ տանելուց, եւ իրենք տանում են։ Հիմա եկենք միասին ընթերցենք Ալիևի ուղերձը դեկտեմբերի 5-ի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի օգոստոսի 8-ի այսպես կոչված խաղաղության վերջնական հաստատումից 4 ամիս անց։ Եկեք դրանք խաղաղության հաստատումից 4 ամիս անց ինչ է ասում Ալիևը։ Ալիևը ասում է. այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է։ Բաքվում անցկացվող մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահը, հավելելով. այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության եւ հասարակության պատմական հիշողության վերականգնում։ Այս տողին հատկապես առանձին կանդրադառնանք։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության Ալիևը Հայաստանին մեղադրել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տարածքում ադրբեջանցիների հարուստ նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Հայաստանը պարբերաբար ոչնչացրել է արևմտյան Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների հարուստ նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, նրանց սրբավայրերն ու գերեզմանոցները ադրբեջանական ժողովրդի հետքը իր տարածքից ջնջելու նպատակով։ Չափազանց կարևոր է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր միջազգային իրավունքի հարթությունում գնահատելու հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ կատարված մարդկության դեմ հանցագործությունները եւ այս հարցում ստանալ միջազգային հանրության աջակցությունը, նշված է Ադրբեջանի նախագահի ուղերձում։ Ըստ Ալիևի, ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումը եւ պաշտպանությունը Հայաստանում անհրաժեշտ է թշնամանքի էջը փակելու եւ ժողովուրդների միջև փոխըմբռնման հասնելու համար։ Հասկացաք, սիրելի ընկերներ։ Հիմա վերադառնանք այդ տողին։ Նախ Ադրբեջանը Հայաստանի տարածքները անվանում է Արևմտյան Ադրբեջան, եւ սա օգոստոսի 8-ից 4 ամիս հետո, օգոստոսի 8-ից 4 ամիս հետո, այս սրիկաները, այս ստախոսները, այս ծաղրացուները, այս թուրքերի կոշիկ լիզողները փորձում են ձեզ խաբել, սիրելի հայրենակիցներ, փորձում են ստեղծել տպավորություն, թե իրենք օգոստոսի 8-ով փակել են այս թեման։ Չկա նման բան, այս թեման փակված չի։ Եթե օգոստոսի 8-ից 4 ամիս անց Ալիևը խոսում է սրա մասին, ընդ որում հայերին մեղադրում է մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ, սա նշանակում է թեման փակված չի, սիրելի ընկերներ, եւ չի էլ փակվելու այս թեման։ Չի փակվելու, որովհետեւ Ադրբեջանը ունի կոնկրետ նպատակներ, Ադրբեջանը ունի կոնկրետ քաղաքականություն, ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու քաղաքականությունը Ադրբեջանում հիմա պետական քաղաքականություն է։ Պետական քաղաքականություն։ Հիշում եք, ամիսներ առաջ թուրքական լրատվամիջոցներից մեկը գրեց, որ Նիկոլ Փաշինյանը պարտավորություն է ստանձնել, որ կվերականգնվեն ադրբեջանցիներին իբրև թե պատկանող մզկիթներ Հայաստանում։ Այդ լուրը fake լուր ճանաչվեց, թիրախավորվեցին լրատվամիջոցները, որոնք վերահրապարակել էին։ Հետո նաև մեր Facebook-յան էջ օրինակ բլոկավորվեց։ Հիմա եկեք այն տողին, որ ես ասում եմ, որին պիտի անդրադառնանք, ահա։ Ինչ է ասում Ալիևը, հիշեցնում եմ։ Այս իրավունքի ապահովումը վերադարձի իրավունքն է ասում։ Նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այսինքն Հայաստանի տարածքի իրենց հայրենիքն է, այլև
հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության եւ հասարակության պատմական հիշողության վերականգնում։ Այս հոգևոր բանը, հոգևոր ամբողջականությունը ինչ է, սիրելի հայրենակիցներ։ Այդ որ ասում մշակութային կոթողները պիտի ժառանգությունը պիտի վերականգնվի, հոգևոր կյանքով ադրբեջանցիները պիտի ապրեն։ Այդ որն է կարող է գուշակել։ Այո, մսկիթները։ Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյան այդ պարտավորությունը ստանձնել է թե ոչ, թեպետև վստահ եմ, որ առիթ լինի Փաշինյանը կստանձնի։ Ես կասկածում եմ, որ ստանձնել է։ Բայց որ Ադրբեջանը այդ պահանջը ունի Հայաստանում մսկիթներ կառուցելու, եւ որ այդ թուրքական մամուլի հրապարակումը ուղակի օթից չէր ընկել, սա ցույց է տալի Ալիևի դեկտեմբերի 5-ի հայտարարությունը։ Հիշեցնում եմ, այս հայտարարությունը արվել է օգոստոսի 8-ի այդ փաստաթղթի ստորագրումից հետո։ Օգոստոսի 8-ի այսպես կոչված խաղաղության հաստատումից հետո։ Խաղաղության ճակերտների մեջ վերջնական հաստատումից հետո Ադրբեջանը ինչ է ասում։ Ադրբեջանի նախագահը ինչ է ասում։ Ասում է, որ հայերը հանցագործություններ են, մարդկության դեմ հանցագործություն են իրականացրել, որ հայերը ոչնչացրել են Ադրբեջանի հարուստ նյութական եւ ոչ նյութական ժառանգությունը, գերեզմանոցները, սրբավայրերը, ադրբեջանական ժողովրդի հետքը իր տարածքից ջնջելու համար։ Հասկանում եք, խաղաղության վերջնական հաստատումից հետո, իրենց ասած վերջնական հաստատումից հետո, Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվից թքում է Նիկոլ Փաշինյանի ճակատին եւ ասում է դուք հանցագործություն եք իրագործել։ Պիտի հանցագործության հետևանքները վերացվեն։ Պիտի մարդը դե հիմա ադրբեջանցիները որ գան, շատ հավատացյալ ժողովուրդը, կարող է առանց մսկիթ մնան։ Ոնց կարող է այդպես լինի։ Ոնց կարող է այդպես լինի։ Ու այդ պահանջները դրված են։ Ես գրեթե վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ այս պահանջները կատարելու պարտավորություն վերցրել է։ Ալիևը դրա համար սահմանին որևէ բան չի անում, ավելին տեղեկատվական դաշտում օգնում է ընդդիմությանը թիրախավորելու գործում Նիկոլ Փաշինյանին։ Եվ այս պահին նարատիվների խոսակցությունների առումով Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների բառապաշարը, լեքսիկոնը, ուղղվածությունը նույնն է, թիրախում Հայաստանի իրական ընդդիմադիր ուժերն են։ Ինչու՞, որովհետև Ադրբեջանը ունի պահանջներ եւ Նիկոլ Փաշինյանը այդ պահանջները կատարելու է։ Այդ պահանջները կատարելու է։ Ես հիմա Ալիևի այս հայտարարությունը դնում եմ մեկնաբանություններում, որպեսզի ինքներդ ծանոթանաք։ Ես ասացի, որ որևէ խոսք չի ասվելու, որի տակ փաստ չի լինելու։ Խնդրեմ, Ազատություն ռադիոկայան հրապարակեցի, ծանոթացեք ինքներդ։ Ադրբեջանում ես ասացի, որ ամենօրյա ռեժիմով, գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում միջոցառումներ։ Ուրեմն, ասացի, որ միջազգային հարց է դարձել սա, միջազգային օրակարգում իրենք թարմ են պահում, միջազգային քննարկումներ են տեղի ունենում։ Եվ իմ հոդվածում բերել էի ուրեմն, որ թեման արդեն երկրի սահմաններից դուրս է գալիս։ Իդեպ, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի գործունեությունը բավականին ակտիվ է եւ գտնվում է պետության անմիջական հովանու ներքո։ Սրանով է բացատրվում Ալիևի հատուկ ուղերձ, ինչպես նաեւ իրենց կազմակերպած կոնֆերանսների նման մակարդակի միջազգայնացումը։ Իսկ ինչպեսի միջազգայնացում է, հիմա ես կընթերցեմ։ Ուրեմն, այդ Ալեն Սիմոնյանի հենց հայտարարության օրը, երբ հանրայինի եթերում Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ չէ, ադրբեջանցիները այդ հարցը այլևս չեն քննարկում, իրենց համար վերադարձի թեման փակ է, հենց այդ օրը տեղի է ունենում միջազգային քննարկում, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքին նվիրված, որին մասնակցում են Ադրբեջանի Միլի Մեջլիսի անդամներ Ռիզվան Նաբիև եւ Մալահաթ Հասանովան։ Նկատենք, որ այս Մալահաթ Հասանովան Ադրբեջանում ներկայացվում է որպես իբրև թե արևմտյան, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչ, ինչպես ժամանակին մինչև Արցախի օկուպացիան իրենք իբրև թե Արցախից ընտրվել էր Գյանջա Ալիևը, որը ներկայացնում էր Արցախի ադրբեջանական համայնքի շահերը Ադրբեջանի խորհրդարանում։ Նույն գործառույթն է հիմա անում սա, որպես արևմտյան, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչ։ Վրաստանի խորհրդարանի падգամավոր նախկին նախագահ Սաակաշվիլիի թիմակից Գիգի Ցերեթելին, Թուրքիայի խորհրդարանի падգամավոր Էրդողանի կուսակից Զեյնեբ Յիլդիզը,
ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքի Օբերն համալսարանի քաղաքագիտության միջազգային քաղաքականության ամբիոնի վարիչ պրոֆեսոր եւ թոշակառու գեներալ Հայաթ Ալվին, Ավստրիայի Վիեննայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի աշխատանքի եւ եվրոպական իրավունքի ինստիտուտի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Եգան Մասիմովան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլոբալ ծրագրերի խորհրդատու եւ հրապարակախոս Էլիֆ Սելչուկը։ Հիմա ես ձեզ հետ կկիսվեմ այս հոդվածով, սրան էլ կարող եք ծանոթանալ, սա էլ ձեզ համար փաստ, որ ինքներդ այդ ամեն ինչը քննարկեք, որովհետև վստահ մեր լսարանը եւս ինքն է վերլուծելու, բանի ունակությունները շատ լավ ունի, կարող ես փաստերը համադրել, ինքը այս ամեն ինչին ծանոթանա։ Ուրեմն ձեզ ներկայացնում եմ նաեւ, մեկնաբանությունների բաժնում դնում եմ նաեւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի իրենց այդ համայնքի էջը, որտեղ դուք կտեսնեք, որ ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում որևէ միջոցառում նվիրված այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներին։ Սա որ իմանաք, որ այս ամեն ինչը ժողովուրդ ջան, հենց այնպես չի ասված, որ ադրբեջանցիների վերադարձի հարցը, բնակեցման հարցը ամենաբարձր մակարդակով է դրված։ Ամենաբարձր մակարդակով։ Եվ սա կատակ բան չի, գիտեք։ Սա կատակ բան չի։ Այս մարդիկ քաղաքացիական պայմանագիրը խափում է մարդկանց, փորձում է ստեղծել տպավորություն, թե այս թեման չկա, բայց այս թեման կա։ Ինչ են անելու իրենք։ Աստված մի արասի, իրենք եթե վերընտրվեն, հունիսի 8-ին այս թեմաները արդեն գալու են պաշտոնական հարթություն, եւ Հայաստանը իր ստանձնած պարտավորությունները կատարելու է։ Չունի հնարավորություն չկատարելու, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, չունի հնարավորություն, որովհետև հնարավոր բոլոր թեկնածուներից միայն Նիկոլ Փաշինյանն է նման պարտավորություններ ստանձնել։ Միայն Նիկոլ Փաշինյանը։ Սա պետք է գիտակցեք, սիրելի հայրենակիցներ, չկա, գիտեք, հեքիաթ չի սա, բան չի, չգիտեմ, ցնդաբանություն չի, սա իրականությունն է, այո, մեր իրականությունն է, մենք ստիպված ենք այս հարցերը քննարկել։ Եվ հիմա, երբ որ իրենց համապատասխան տեղը պատռում են, թե իբր տեսեք, չկա նման թեմա, ընդդիմությունը բերում է նման թեմա, ես ասում գլուխները պատին են տալի, այս թեման կա, ամենաբարձր մակարդակով, ասեցի, բերեցի փաստը, Ալիևից սկսած մինչև այն վերջի պաշտոնյաները խոսում են։ Ուրեմն օրերս էլ տեղի է ունեցել միջոցառում մայիսի 25-ին, այսինքն 3 չէ առաջի օրը, 2026 թվականի մայիսի 25-ին տեղի ունեցել անմոռանալի հետքեր, ճանապարհորդություն դեպի Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգություն նախագծի շրջանակում կազմակերպված միջոցառում։ Հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ադրբեջանի երիտասարդ մանկավարժների ասոցիացիայի կողմից եւ ֆինանսավորվել է ուշադրություն Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մասնակցել են Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարությունը, համայնքի անդամներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, մանկավարժներ, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներ։ Սա է, 3 չէ, առաջին օրն է եղել։ Այդ որ ասում են թեմաներ կան, Հայաստանի ընդդիմությունը ավելի շատ է քննարկում, քան Ադրբեջանում, ստում են։ Սա այդ Արևմտյան Ադրբեջան կոչված Facebook-յան էջում դու կարող ես ծանոթանալ այս լուրերին։ Այդ էջում կարող եք տեսնել, որ պետական լրատվամիջոցները ամեն շաբաթյա ռեժիմով որևէ հրապարակում են անում, ռեպորտաժ, հարցազրույց, չգիտեմ, անդրադարձ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեմային։ Ես հիշեցնեմ, որ այս իշխանության արտաքին հետախուզական ծառայությունը իր զեկույցում արձանագրել է, ընդ որում օգոստոսի 8-ից հետո, որ Արևմտյան Ադրբեջանի մասին այդ խոսույթը Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է, սպառնալիք։ Էլ ինչ ասենք, ինչ փաստ բերենք, որ Նիկոլ Փաշինյանին հավատացող մեր սիրելի հայրենակիցները
տեսնեն, որ այս վտանգը շատ իրական է, հեքիաթ չի սա, շատ իրական է, շատ իրական է։ Այդ փաստերին պետք է ուղղակի ծանոթանալ։ Մինչև անցնեմ հաջորդ թեմային, խնդրեմ ընկերներից, ովքեր լսում են, կիսվեն այս ուղի եթերով, որպեսզի հնարավորինս շատ մեր հայրենակիցներ, լավ, եթե չեք կիսվում ձեր էջերով, համարում եք, որ ձեր էջում ձեր հրապարակումները պիտի լինեն, գոնե ուղարկեք այն ձեր ծանոթներին, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանին, փաստերով հիմա ցույց ենք տալի, որ այդ սրիկան խաբում է իրեն հավատացողներին։ Ուղարկեք այդ մարդկանց, թող լսեն, թող տեսնեն փաստերը, թող տեսնեն իրականությունը։ Ուրեմն հաջորդ թեման, որ անդադ շահարկվում է, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի շատ ներկայացուցիչներ իրենց համապատասխան տեղերը պատրելով ասում են ընդդիմությունը չի ուզում, որ Հայաստանը զենք ունենա կամ ընդդիմությունը նախանձում է, որ Հայաստանը զենք է գնել։ Գիտեք, ընդդիմադիր գոնե այն բլոկը, որի անդամ եմ ես, այդ դաշինքի առաջնորդ է մի մարդ, ով կանգնած է Արցախի եւ Հայաստանի պետականությունների հիմքերում, բանակի հիմքերում, չեմ ասում միայնակ է արել, բայց ինքը իր ընկերները իրենց գաղափարակիցները, ժամանակակիցները, այս պետության կազմավորման հիմքերում են, բանակի կազմավորման հիմքերում են, անկախության, ինքնիշխանության հիմքերում են, ուրեմն Ռոբերտ Քոչարյանից շատ են արել Հայաստանի համար, մրցակցության համեմատության եզրեր անգամ չկան, ընդդիմությունը չի պիտի վատ զգա, եթե Հայաստանը իրական, նորմալ զենքեր է գնում իր պաշտպանության համար, բայց եկեք հասկանանք, ես մարդիկ որ ասում են զենքեր, ինչ նկատի ունեն, հա, որովհետև զենքը պամիդոր խիար չի, որ գնաս շուկայում առնես, եւ այդ օրվա համար ասենք ամառային աղցան սարքես, զենքը կոնկրետ նշանակության համար օգտագործվում է եւ պիտի դու հասկանաս, ինչ զենք ես գնում, ինչի համար, իսկ որպեսզի հասկանաս, թե ինչ զենք ես գնում եւ ինչի համար, առաջին հերթին պետությունը պետք է ունենա ազգային անվտանգության ռազմավարություն, դոկտրին։ Ինչու է սա կարևոր, ես այստեղ ընդգծել եմ, հա, ազգային անվտանգության ռազմավարությունը պատասխանում է հիմնական հարցերին, դասական կետեր կան, ով է սպառնալիքը, ինչպիսի աշխարհաքաղաքական միջավայրում է պետությունը, որ դաշնակիցների վրա է հենվում, ինչ է ցանկանում պաշտպանել սահմանները, բնակչությունը, պետականությունը, տնտեսական ենթակառուցվածքները եւ ինչպիսի պատերազմների է պատրաստվում։ Ռազմական դոկտրինը արդեն ռազմավարության կիրառման մասին է։ Ինչպիսի բանակ է պետք, ինչպիսի սպառազինություն, պաշտպանական թե հարձակվողական տրամաբանություն, պրոֆեսիոնալ պահեստազորային թե խառը մոդել, ինչպիսի տեխնոլոգիաների վրա պետք է շեշտը դրվի։ Սա դոկտրինի դեպքում։ Հիմա եկեք հասկանանք, Ջորջ ջան, եկեք հարցերը տանք։ Եվ ԿՊ-ի տրամաբանությամբ փորձենք պատասխանել այդ ամեն ինչին։ Ով է սպառնալիքը։ Հələ ԿՊ-ի տեսանկյունից նայեք, Հայաստանի սպառնալիքն ով է։ Հայաստանի սպառնալիքն ով է։ Եթե լսում ես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներին, Ռուսաստանի Դաշնությունը։ Երբ ես իմ եթերներից մեկում ասել եմ, որ այդ զենքը Ադրբեջանի դեմ չի բերվում, Ռուբեն Ռուբինյանը անհանգստացել էր, թե բալը տեսեք, ընդդիմությունը, դավաճան, չեն ուզում նախանձում են մեր զենքերին, ասում են այդ զենքերը Ադրբեջանի դեմ չի, Ռուսաստանի դեմ է։ Գիտեք, զենքը գնվում է կոնկրետ նպատակով։ Մենք ասում ենք, հարցը ազգային անվտանգության ռազմավարություն պետք է լիներ, մենք չունենք նախ ռազմավարություն, վերջին ռազմավարությունը գրվել է 2020-ին, դեռ դրան կանադառնանք, աբսուրդ է այդ ռազմավարությունը, որ կարդում ես ու սրանց գործողությունները, ասես սրանք դավաճաններ են, իրենց գրած ազգային անվտանգության ռազմավարությամբ։ Ով է սպառնալիքը, կա այս հարցի պատասխանը։ Չկա։ Եթե լսում ենք ԿՊ-ին, սպառնալիքը Ռուսաստանն է։ Ինչպիսի աշխարհաքաղաքական միջավայրում է պետությունը։ Կա այդ հարցի պատասխանը, մենք ինչպիսի աշխարհաքաղաքական միջավայրում ենք։
Որովհետև երբ որ ասում են Ամերիկա, Եվրոպա, Ֆրանսիա, իրանք այդ մեր տարածաշրջանում չեն, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակը նկարագրելու համար առաջինը պիտի մեր տարածաշրջանից սկսենք, մեր հարևաններից, մոտ պետություններից։ Մեր հարևաններն են Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, Իրան եւ մի փոքր հերու հարևան Ռուսաստանի Դաշնություն։ Սա ամենամոտ հարևաններն են, Ռուսաստանը հատկապես ասում, որովհետև դաշնակցային հարաբերություններ ունեն թղթերի վրա։ Հիմա կա պատկերացում, այս պետությունները մեզ համար ովքեր են։ Ինչ իրավիճակ ունեն։ Կա կոնկրետ գնահատում, թե Ադրբեջանը եւ Թուրքիան ինչպիսի քաղաքականություն են մեր դեմ վարում։ Չկա այդ գնահատումը։ Ինչ է ցանկանում պաշտպանել, հա։ Չէ, կարևոր հարց, որ դաշնակիցների վրա է հենվում։ Կա պատասխան, որ դաշնակիցների վրա է հենվում։ Ես ԿՊԱ-ականներից մեկի այդ բանավեճում այդ հարցը տվեցի։ Ասի, լավ, Ռուսաստանը վատ դաշնակից է, չեմ վիճում ձեզ հետ։ Ենթադրենք համաձայն եմ ձեզ հետ։ Բայց մենք երբ կառուցել ենք մեր անվտանգության բանը, համակարգը, ճարտարապետությունը, այդ ճարտարապետությունից ենթադրվում է, որ Ռուսաստանը ունի դերակատարում, դրա համար է ռուսական ռազմաբազան այստեղ, սահմանապահները այստեղ։ Դուք ասում եք Ռուսաստանը վատ դաշնակից է, հանում ենք Ռուսաստան։ Ո՞վ է այդ տեղը զբաղեցնում։ Որտեվ շատ կարևոր է այդ հարցը, որ դաշնակիցների վրա է հենվում։ Մենք հենվում ենք Ամերիկայի վրա, հենվում ենք Ֆրանսիայի վրա, ոչ մի դաշնակցային փաստաթղթեր չունենք այդ պետությունների հետ։ Այսինքն Ռուսաստանը հանում են, փոխարենը ոչինչ չեն դնում։ Չկա ով է մեր դաշնակիցը կոնկրետ նախ մենք այս հարցի պատասխանը չգիտենք ով է սպառնալիք, բայց ենթադրենք տվել են այդ պատասխանը, մենք գիտենք ով է սպառնալիքը։ Այդ սպառնալիքի դեպքում ում վրա ենք մենք հենվում, ով է մեր դաշնակիցը։ Ինչ են ցանկանում պաշտպանել։ Լավ, քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանին որ լսում եք, այդ մարդիկ ինչ են ուզում պաշտպանել։ Երբ որ լսում ես, ուզում են մենակ առևտուր անեն։ Սահմաններն են ուզում պաշտպանել, բնակչությանն են ուզում պաշտպանել, պետականությունն են ուզում պաշտպանել, տնտեսական ենթակառուցվածքներն են ուզում պաշտպանել։ Ուր է ազգային անվտանգության ռազմավարությունը, որ մենք հասկանանք այդ ռազմավարությունից ինչ է ենթադրվում, այս մարդիկ ինչ են ուզում պաշտպանել, որովհետև եթե նայում ենք քաղաքացիական պայմանագրի վարքագծին իշխանության, իրենք ուզում են պաշտպանել ԿՊ-ի վերնախավը։ Այսինքն, եթե ամբողջ պետությունը ավիրվի, կառավարական դաչան ու կառավարական շենքերը անվնաս լինեն, Նիկոլ Փաշինյանը կհամարի, որ պետությունը իր ֆունկցիան կատարել է։ Եվ ինչպիսի պատերազմի են պատրաստվում։ Լավ կա, երբ որ ասում են մենք բերում ենք դրոններ, մենք բերում ենք, չգիտեմ, հաուբիցներ, ախպեր ինչ ձևի պատերազմի ես պատրաստվում։ Ում դեմ ես պատրաստվում։ Որովհետև եթե Ադրբեջանը չի քո թշնամին, ենթադրենք Ռուսաստանն է թշնամին։ Ախպեր կարող է քո բերած ցեզարները չեն էլ կրակում դեպի Ռուսաստան։ Վստահաբար չեն հասցնի միջև այդ կրակել։ Դուք չունեք պատասխանը, թե ով է մեր թշնամին, ով է սպառնալիքը, լավ չասեմ թշնամին, եւ չունեք այդ մյուս հարցերի պատասխանները։ Եվ հիմա, եթե դուք չգիտեք, ով է Հայաստանի համար սպառնալիք, ինչ հիմքով եք զենք գնում։ Չգիտեք, կարող է Իրանի Իսլամական Հանրապետությունն է սպառնալիք Հայաստանի համար։ Կարող է պարզվում է Իրանի Իսլամական Հանրապետությունը սպառնալիք է։ Եվ Իրանի Իսլամական Հանրապետությունը լրջագույն միջոցներ ունի եւ դրա համար Հայաստանը որպեսզի պաշտպանվի, ասենք օդատիեզերական միջոցներ են պետք։ Կամ ուրիշ բան, հաշվի առնելով նրա այն, որ Իրանը անսահմանափակ քանակությամբ շահեդ տեսակի դրոններ ունի, այդ դրոններից պաշտպանվելու միջոցներ են պետք։ Որովհետև այդ դրոնների դեմ չինական դրոններ չեն աշխատելու։ Այդ դրոնները գալու են, ասենք, հազարներով։ Դու ո՞նց ես պաշտպանվելու դրա դիմաց։ Ես սա ռեալ սցենար չեմ ասում, Իրանը մեզ բարեկամ պետություն է։ Ես ուզում եմ ասել, կա տրամաբանություն, թե ով է մեր թշնամ, ինչի դեմ ենք մենք պատրաստում, ախպեր։ Կարող է այլմոլորակայիններն են մեր սպառնալիքը, եւ մենք պետք է տիեզերանավեր ունենանք։ Ինչպիսի բանակ է պետք։ Ասում են մենք բարեփոխում ենք բանակ։ Ախպեր որ չունես դու ռազմավարություն, չունես դոկտրին, չունես հարցի պատասխանը, քեզ ինչպիսի բանակ է պետք։ Ո՞ն ինչն ես բարեփոխում։ Ինչն ես բարեփոխում։
Եվ եթե դու չգիտես քեզ ինչպիսի բանակ է պետք, ինչ խնդիր լուծելու բանակ է պետք, ոնց ես ինչ սպառազինություն ես գնում։ Այսինքն կարող պարզվում է, որ դու ոչ թե պաշտպանական, այլ հարձակվողական տրամաբանության մեջ ես։ Այդ քո գործիքները չեն աշխատելու, պաշտպանողական։ Մոտեցումը պրոֆեսիոնալ բանակ է պետք, պայստազորային խառը, այս հարցն էլ պատասխան չունի։ Ինչպիսի տեխնոլոգիաների վրա են շեշտը դրվում։ Որովհետև եթե օրինակ անօթաչուների հետ գերեժան անօթաչուների վրա շեշտը դրվում, շատ լրջագույն բան է, մոտեցում է, որովհետև այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց տվեց Միացյալ Նահանգների դեմ պատերազմում, որ իրենից հարյուրապատիկ ավել տնտեսապես հզոր պետությունը խնդրի առաջ է կանգնում, երբ Իրանը շատ մեծ քանակի էժան անօթաչուներ ունի, որ անսահմանափակ կարող է թողել թշնամու ուղղությամբ։ Հոպը պարալիզացվում է, ի վերջո ինքը իր թիրախներին խփում է։ Գիտեք, երբ որ չկա ազգային անվտանգության ռազմավարություն, բայց ասում են մենք սպառազինություն ենք գնում, ես այդ իրավիճակը ինչի եմ նմանեցնում։ Ոնց որ մենք վերցնենք, ասենք 8 միլիարդ դոլար, իրանք ասում են 8 միլիարդ դոլար է, չէ՞։ Լավ, վերցնենք 8 միլիոն դոլար, 8 միլիոն դրամ։ Վերցնում ենք, գնում ենք շուկա, անում ենք առևտուր 8 միլիոն դրամի։ Ուտելիք, խմիչք, չգիտեմ, տարբեր բաներ։ Բերում ենք տուն, բայց չգիտենք, այդ ուտելիքը մենք առել ենք հարսանիքի համար, թե թաղման համար։ Միջոցառումը հարսանիք է լինելու, թե թաղում։ Ավելին ասեմ, մենք չգիտենք, թե ում ենք հրավիրել այդ միջոցառմանը։ Քանի հոգի են լինելու, արդյոք 8 միլիոնի արժեր այդքան գնել, կամ հենց այդ տեսականին գնել, հենց այդքան խմիչք գնել, հենց այդքան ուտելիք գնել։ Որովհետև կարող է մենք ասենք հավաքին հրավիրել են քրիստոնյաների կամ խոզի միսը իրենց համար հարամ չհամարող ժողովրդի ներկայացուցիչների, լավ է որ խոզի միս են կարել, բայց կարող է հյուրերը պարզվի, որ իսլամադավան են կամ այլ կրոնական ուղղության հետևորդ են, եւ այդտեղ խոզի միսը ուտելի չի։ Բա ինչ եք այսքան խոզի միս առել։ Սա է ձեր, ասենք, բարդակ վիճակ։ Սա դեռ ասում եմ ես, որ անվտանգային հարցերով մասնագետ չեմ, ես պատկերացնում անվտանգային հարցերով մասնագետը ոնց ձեր բմբուլները պրոստը քամուն կտա։ Բմբուլները քամուն կտա։ Առևտուրը արել եք, զենքեր եք արել, չգիտեք, առևտուրը արել եք, ուտելիք արել եք, խմիչք արել եք, չգիտեք, թաղմանն եք պատրաստվում, թե հարսանիքի, ու չգիտեք ովքեր են հյուրերը։ Հաճող առևտուր եք արել, բայց ում է պետք դա։ Ինչ եք անելու վերջը։ Եթե պարզվի, որ հյուրերը իսլամադավաններ են ու ձեր առած խոզի միսը պետք չի լինելու։ Կանք ազգային անվտանգության ռազմավարության, ուրեմն սրանք հրապարակել են ազգային անվտանգության ռազմավարություն 2020 թվականին եւ գործողը սա է, եթե հետևենք սրան, որտեղ ուրիշ ռազմավարություն չեն ներկայացրել, ուրեմն ինչ ասում իրենց գրած ազգային անվտանգության ռազմավարությունը։ Ասում է 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից ցանցազերծված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանական զինված ուժերի գործած վայրագություններով եւ ռազմական հանցագործություններով վերահաստատեց Արցախի բնակչության առաջ ծառացած գոյութենական սպառնալիքի առկայությունը։ Հայաստանը հավատարիմ է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին, Արցախի կարգավիճակի եւ անվտանգության խնդիրները խաղաղ գործընթացի հիմք են։ Այս համատեքստում Հայաստանը անհրաժեշտ է համարում հակամարտության բոլոր կողմերի միջև անվտանգության վստահության կառուցման միջոցներով խաղաղության համար բարենպաստ միջավայրը։ Մենք շարունակելու ենք, Նիկոլի Հայաստանն ասում 2020 թվականին, մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առանց սահմանափակման հարկադրանքի հակամարտության կարգավորման գործընթացում եւ ինքնակարգավորման փուլում Արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է եւ ենթակա չէ զիջման։ Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր եւ արտաքին աշխարհի, այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ ապահով, անվտանգ եւ ռազմականացված փոխկապակցված բան։ Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ Հայաստանի Հանրապետությունը որպես Արցախի անվտանգության երաշխավոր աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից եւ հարկադրանքից իրենց բնակչությունը պաշտպանելու գործում Հայաստանի Հանրապետության
կկանխարգելի Արցախի բնակության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ։ 2020 թվական ԿՊ-ի գրած Նիկոլ Փաշինյանի գրած ազգային անվտանգության ռազմավարությունը։ Ազգային անվտանգության այս ռազմավարությամբ դուք դավաճան եք։ Դուք դեմ եք գործում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության։ Տականքներ, բայց հարցի պատասխանը տվեք։ Եթե սենց ազգային անվտանգության ռազմավարություն է գրել 20 թվականին, ձեր հիմիկվա գործունեության տրամաբանությունը ո՞րն է։ Ուր է ձեր նոր ազգային անվտանգության ռազմավարությունը։ Ով է սպառնալիք է այդ ազգային անվտանգության ռազմավարությամբ։ Եվ ինչ միջոցներ եք ձեռնարկում այդ տրամաբանության մեջ։ Չունեք ոչ մի հարցի պատասխան։ Չունեք ոչ մի հարցի պատասխան։ Լափելունը առել եք, բայց չգիտեք, հարսանիքի ժամանակ եք լափելու, թե թաղման ժամանակ եք լափելու։ Հայերի հետ եք այդ քեֆը անելու, եթե քեֆ եք անելու, թե մեր թաղումն եք անելու ադրբեջանցիների հետ։ Էսա։ Ամեն բան օդի մեջ է, բայց զենք են առնում։ Ինչի համար է սա ախպեր զենքը։ Կարող պարզվում մենք ընդհանրապես զենքի կարիք չունենք։ Կարող պարզվում մենք ընդհանրապես զենքի կարիք չունենք, եթե խաղաղություն է հաստատվել, ջանջիգյար, առևտուր, ձեր տրամաբանությամբ, ասած, զենք ինչի համար ենք առնում, ինչի՞ այդ միլիարդները ծախսում։ Տվեք հարցի պատասխանը, ով է Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք։ Եթե չունեք այս հարցի պատասխանը, ապա զենք առնելը դա փող մսխելու նման մի բան է, որտեվ ինչ միջոցներ ունեցող պետության դեմ եք այդ զենքերն առնում։ Եթե պարզվի ձեր տրամաբանությամբ, այսպես որ շարունակեք, այդպես էլ պարզվելու, որ Ռուսաստանն է մեր ազգային անվտանգության սպառնալիքը, այդ ձեր բոլոր առած միջոցները որևէ բանի պետք չեն լինելու։ Մենք Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենք, այդ ձեր սեզարները, ինքնագնացները, հնդկական մոտոները եւ մնացած զինատեսակները պիտի տանեք թափեք աղբը, որովհետեւ ուրիշ միջոցներ են պետք։ Եթե պարզվի ձեր տրամաբանությամբ, որ Իրանն է, ուրիշ բան է։ Եթե պարզվի, չգիտեմ, ձեր մոտ դժվար դες բան պարզվի, Թուրքիան է, ուրիշ բան է։ Եթե պարզվի, որ Սալվադորն է սպառնալիք մեզ համար, դա լրիվ ուրիշ բաներ են պետք։ Եթե պարզվի Միացյալ Նահանգներն է սպառնալիք, այդտեղ երևի հանձնվեք։ Ուզում եմ ասել, Ժողովուրդ ջան, սրանց այդ հեքիաթներին մի հավատացեք։ Ինչու չպետք է հավատալ, որովհետև եթե մարդիկ ունեն կոնկրետ խնդիր են լուծում, ոչ թե թոզ են փչում աչքերին։ Առաջին բանը, որ պետք է լիներ ազգային անվտանգության ռազմավարություն։ Ու պիտի պատասխան ստացած ներեն հարցը, թե ով է Հայաստանի համար սպառնալիք։ Եթե չգիտենք ով է սպառնալիք, անիմաստ են մնացած խոսակցություններ, լրիվ անիմաստ են, հեքիաթ, օդ, փուչիկ։ Հեքիաթ, օդ, փուչիկ, չկա տրամաբանություն այստեղ։ Չկա տրամաբանություն այստեղ։ Հիմա գանք հաջորդ թեմային, այս Նիկոլը ինչ ասել, ասում է Քոչարյանը ազատության մեջ կմնա, թե պատիժ կկրի, մարտի 1-ի ոչրագործության համար դուք եք որոշելու ժողովուրդ։ Մինչև էդ էլ ասում էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն է ժողովուրդը որոշելու։ Գիտեք, այն որ դու փորձել ես Նիկոլ Փաշինյան ապօրինի գործեր կարել նախագահ Քոչարյանի վրա, հետո տակն ես մնացել, չես կարողացել այդ գործը մինչև վերջը հասցնել, հասկացանք։ Այս ժողովրդի այդ թեմային ինչ ես խառնում։ Մենք վաստուն դատական համակարգ չունենք, ժողովուրդը պետք է որոշի, ում ոնց դատեն։ ԵԱՏՄ-ից դուրս գան, թե ոչ, այս պահին։ Քեզ են հարցը տվել։ Պուտինը քեզ է հարց տվել։ Դուրս հարի պատասխանի։ Չէ, դու գցում ես ժողովրդի վրա, որ հետո պատասխան ասես դե ժողովուրդ ջան, ես ոչ չէի ասել ԵԱՏՄ-ից դուրս գաք Ծիրանը, Բերքը, մնա աշխատանք չունենաք, Ռուսաստան չկարողանաք գնալ։ Ես ասել էի, դուք որոշեք։ Բայց այդ բոլորը ժողովուրդը պետք է որոշի։ Քոչարյանի նկատմամբ քո իշխանության ապօրինությունները անել չանելը ժողովուրդը պետք է որոշի։ ԵԱՏՄ-ից դուրս գալը ժողովուրդը պետք է որոշի։ Ամեն ինչ ժողովուրդը պետք է որոշի։ Բա դուք ինչ եք անում։ Դու Ռոմանոսը մնացածը ինչ եք անում։ Կլինի դուք գնաք ձեր տներով, ժողովուրդը կորոշի։ Եթե ժողովուրդն է այս օպերատիվ որոշումները կայացնում, ընտրություններով հասկացանք, ժողովուրդն է որոշում, բայց ժողովուրդը ընտրում է իշխանություն, որ այդ իշխանությունը 5 տարի որոշումներ կայացնի։
եւ պատասխանատվություն կրի ժողովրդի այդ որոշումների համար։ Բայց դուք ասում եք, ոչ, Ժորժ ջան, դուք մեզ ընտրել եք, որ մենք պարգևավճարներ, կայֆեր, կայծեր, ավտոներ, падավատներ, քարտուղարուհիներ, քարտուղարներ, որոշների դեպքում Արայիկի ականջկանչի Հարությունյան եւ մնացած բաները։ Մեզ այն որ պետք է որոշեք, դուք պետք է որոշեք, որովհետեւ մենք չեք եկել ինչ-որ որոշում կայացնենք, դրա համար էլ պատասխանատվություն կրենք։ Մենք եկել ենք լավ ապրենք։ Սա է քաղաքացիական պայմանագրի ասածը ժողովրդին։ Սա է։ Ու ժողովուրդը պիտի ասի լավ, դե պաշտոններդ քաշեք։ Բա պարգևավճարի հարցը ինչի՞ թե չեք թողնում ժողովուրդը որոշի։ Ձեր նման դատարկ գործիչներին պարգևավճար տա, թե չէ։ Այ դա արդեն դուք եք որոշում, այ դա արդեն ձեր որոշելիքն է, դե ժողովուրդը կապ չունի։ Այդտեղ ժողովուրդը կապ չունի։ Սա է սիրելի հայրենակիցների իրավիճակը։ Ես խնդրում եմ, հատկապես այս լայվը շատ կարևոր է, խնդրում եմ կիսվեք ձեր էջերում, ուղարկեք ձեր ընկերներին, ու հատկապես այն ընկերներին, որոնք Նիկոլ Փաշինյանին շարունակում են դեռ հավատալ։ Մնացած ընկերներին կարող եք չուղարկել, կամ կարող եք խնդրել իրենք իրենց այդ մյուս ընկերներին ուղարկեն, առանց ատելության, հարգանքով բոլորի նկատմամբ, այդ թվում Նիկոլ Փաշինյանի ստերին հավատացողների նկատմամբ, բայց մի բան ակնհայտ է, մենք այսպես շարունակելու հնարավորություն իրականում չունենք, հարգելի հայրենակիցներ, մենք չունենք այդ շռայլությունը, այդ հնարավորությունը չունենք։ Այո, հունիսի 7-ին ժողովուրդն է որոշելու ընտրությամբ, եթե ժողովուրդը գնաց ընտրատեղամաս, քվեարկեց, մնացած ընդդիմությունը պետք է անի, եթե փորձի այս մարդը խլել ժողովրդի կամքը, խեղել ժողովրդի կամքը, ընդդիմությունը պիտի իր գործերն անի արդեն այդ ուղղությամբ, քայլերն անի այդ ուղղությամբ։ Այնպես որ ես խնդրում եմ ակտիվ լինել հունիսի 7-ին, գնալ ընտրությունների, կանգնեցնել ադրբեջանցիների բնակեցման գործընթացը Հայաստանում, կանգնեցնել այս աղետաբեր ընթացքը, որ արդեն 8 տարի է Հայաստանը գնում է ու այդ ընթացքում ունեցել է արդեն անդառնալի կորուստներ։ Լավ մնացեք, կհանդիպենք։